մի քանի օր առաջ հենց այստեղ դիմելով աբովյանցիներին տարբեր մտքեր էին ձեզ ներկայացվում, խոսում էին արտաքին մարտահրավերներից, ժողովուրդ ջան, պատկերացրեք, մեր տնտեսվարողները այնպիսի խնդիրների առաջ են կանգնած, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք չեն ունեցել, ու ինչ է անում այսօրվա իշխանությունը, ոչինչ, մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք պետության հոգացության կարիքը ունեն, պաշտպանության կարիքը ունեն, ինչ են անում իրենք, ոչինչ, գիտեք, հասարակությանը, քո ժողովրդին, քո քաղաքացիներին սիրում են գործով, արդյունքներով, աղքատությունը վերացնելով, բարեկեցություն ստեղծելով, այլ ոչ թե զուտ բառերով։ Ժողովուրդ ջան, դուք որ պատկերացնեք, եթե այդ մարդու տեղը, եթե այդ անձանց տեղը լիներ Հայաստանի ղեկավարը Սամվել Կարապետյանը եւ իր թիմը, եթե մեր տնտեսվարողը մեկ խնդիր ունենար, աշխարհը շուռ կտար, բայց իր քաղաքացու, իր գործարարի, բարիք ստեղծողի խնդիրը կլուծեր։ Դրա համար ինչ ենք ասում։ Եկել է փոփոխության ժամանակը։ Եկել է փոփոխության ժամանակը, ու այդ փոփոխությունը լինելու է Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ժողովուրդ ջան, մենք իրականում վերջին 5 տարվա հետ կապված մեկ շատ դաժան ստուգման մեխանիզմ ունենք։ 21 թվականին այս մարդիկ ասում էին, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը ապագա ունեն։ Ասում էին, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այսօր Արցախում գեթ մեկ հայ չկա։ Հայաստանում մենք հիմա մեր հրաշք Աբովյանում ունենալով այս հավաքը, հենց հիմա մեր Հայաստանում տարբեր ուղղություններով օկուպացիա գոյություն ունի։ Մենք հիմա ապրելով այս իրականության մեջ հիմա տագնապ ունենք, որ այս սպառնալիքները կարող են շատանալ հազարներով, 100,000-ներով։ Ու այս մարդիկ մի բանում միշտ ճիշտ են, դա սուտ ասելն է։ Դրա համար ասում ենք, գնացեք, հերիք այն իսկականից, թողեք բարեկեցությունը գա, իսկ դրանք չգան, այո ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ը իսկապես ճակատագրական ընտրությունների օր է։ Հունիսի 7-ը ընտրություն է քանդողների եւ կառուցողների միջև։ Եկեղեցի քանդողների, եկեղեցի ստեղծողների միջև։ Բարերարի եւ չարագործների։ Դրա համար մենք ինչ ենք ասում, որ հունիսի 7-ին քվյաթերթիկ Համար 3 համար Ժողովուրդ ջան, մի հատ բռունցքներս բարձր, մի հատ կարևոր ուղերձ եղենք։ Արաբոն շատ կարևոր բան ասեց։ Պատկերացրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում, այս մարդիկ գրել են, որ մեր եկեղեցում պետքա միջամտեն։ Դրա համար եկեք իսկականից ասենք, հայ ժողովուրդ, չհանես խաչդ, Տեր կկանգնես եկեղեցուդ,
Տեր կկանգնես եկեղեցուդ։ Դրա համար հունիսի 7-ին փոփոխությունների համար 3 Այո, ժողովուրդ ջան, Աստված պահապան։